Փառք Աստծո սիրելիներս։ Օրհնյալ է մեր Աստված։ Ինքն է մեր ճշմարտությունը։ Այսօր սրտից մեջ կա խոսելու մի բանի մասին, որը ես մի քանի օր սրտից մեջ լսում եմ։ Եվ անգամ երեք մեր տնեցներն ասում եմ, քարոզ չեմ գրել, բայց սրտից մեջ է լրիվ մնում է գրեմ։ Ու գիտեք, իհարկե մենք շատ ճշմարտություններ ենք լսում, շատ լավ բաներ ենք լսում, հնարավորություն շատ կա ավելի շատ լսելու, ավելի շատ մարդկանցից, բայց իհարկե շատ կարևոր է մենք ճշմարտությունը իմանանք, բայց ասեմ ձեզ, տարբերություն կա, թե ով է խոսում այդ ճշմարտությունը։ Հիշում եք, որ սատանան անգամ ճշմարտություն էր ասում Հիսուսին, եւ որ ասում էր գրված է, որ իր հրեշտակներին պատվիրել է, որ ոտքդ քարին չի դիպչի։ Ինքը ճիշտ էր ասում, Սաղմոսներում գրված է, բայց չէ որ մենք գիտենք ով էր դա ասում, եւ Հիսուսը գիտեր դա ով է ասում։ Դրա համար սիրելիներս, այսօր ուզում եմ սրա մասին խոսեմ, որ շատ մեծ տարբերություն կա, թե ով է խոսում, որտեղ անգամ մեր առօրյայում էլ, երբ որ անծանոթ մի մարդ գալիս է քո հետ բաներ է խոսում ու քո վրա ազդում է կամ քեզ բան է ուզում սովորեցնի կամ ինչ-որ խորհուրդ է ուզում տա, չէ որ դու նայում ես ով է քո հետ խոսացողը։ Թե բոլորի ասածներն էլ, բոլորի խորհուրդներն էլ միանգամից ընդունում ես։ Ես չեմ ասում, որ իրանք սուտ են ասում, սխալ են ասում կամ լավ խորհուրդներ չեն տալիս, բայց ասեք, որ տարբերություն կա ով է քո հետ խոսացողը։ Ով է քեզ այդ լավ բաները ասում, ով է քեզ անգամ ճշմարտություն ասում։ Եվ իհարկե ես չեմ խոսում նրա մասին, որ երբ որ խոսում են դու պետք է իմանաս, որ դա ճշմարտությունն է թե չէ, այսօր դրա մասին չեմ ասում։ Ու երբ որ մանավանդ մարդիկ էլ քո կյանքի վրա ինչ որ բաներ են խոսում, տարբերություն կա թե ով է խոսում։ Օրինակ ինչ որ մի մարդ եկել է, ուզում է քեզ ճանապարհ ցույց տա, դու կարծես մտածում ես դա ճիշտ ճանապարհ է, բայց չէ որ պետք է հաշվի առնես ով է քեզ խոսացողը։ Եթե մի մարդ է, որը քեզ սիրում է, որը քեզ հարգում է, որը քո մասին մտածում է, դու ուշադիր ես, ասում ես ինքը իմ լավն է ուզում։ Ամեն, եւ դու պատրաստ ես նրան լսելու։ Բայց եթե մեկը կա, որը գիտես քեզ նախանձում է կամ բամբասում է քո մասին կամ անտարբեր է քո հանդեպ, ուղղակի եկել է լավ բաներ ասի, այսօր այնքան հեշտ է լավ բաներ խոսալը։ Ասեք, որ հեշտ է լավ բաներ խոսալը։ Այսօր այնքան շատ մարդիկ կան, որ ինտերնետով է լավ բաներ են խոսում, բայց ես միշտ էլ ասել եմ, երբ որ ինչ-որ մեկի լսում ես, անգամ ինքը ճշմարտությունն է ասում, անգամ ինքը Աստծո խոսքն է ասում, մի հատ իմացի ինքը ով է։ Ով է ինձ հասկանում, ինչի մասին եմ ասում։ Գիտես, ջրի պես մի ընդունի ամեն ինչը ինչ որ քեզ ասում է, անգամ եթե դա ճշմարտություն, որպես ճշմարտություն հնչի։ Էլ չեմ ասում մարդիկ կան, որ եղել է մի բան, որ տեսել ես մի մարդ խոսում, ասում ես, այս ինչ է մեծ խոսում։ Ինչու ես այդպես ասում, որովհետև դու գիտես իր կյանքը ու հասկանում ես, որ ինքը մեծ ուղղակի խոսում է։ Բայց կա մարդ, որ խոսում է ու դու հասկանում ես, որ ինքը տեղ ունի խոսալու։ Ամեն, ամեն։ Գիտես մի ձևով ես լսում նրան ում մասին գիտես, որ իր խոսքի տեր մարդ է, բայց մի այլ կերպ ձևով ես լսում մի մարդու, որին գիտես, որ ինքը մի բան ասում է, իր խոսքի տերը չի։ Ով հասկանում, ինչ եմ ասում։ Ասեք, որ տարբերություն կա։ Չէ որ այն մարդը, որ իր խոսքի տերը չի, մի բան ասում է, դու հաջորդ անգամ նրա ասած այդ լուրջ չես ընդունում։ Չէ որ մարդ կա, եթե ինքը խափող է, ինքը խափել է մի անգամ, հաջորդ անգամ որ խոսում է, առաջի բանը որ մտածում ես, ասում ես կարող է էլի է խափում։ Ես մի մարդ գիտեմ, գիտես նույն մարդկանց գնում էր, խափում էր ու էլի հավատում էին։ Մի անգամ նրան կանչեցի, ասի, լսի, ոնց ես անում, որ քեզ նորից հավատում են։ Իրանք գիտեն, չէ որ դու խափում ես։ Ասում եմ, լսի, կարևորը այդ մարդուն լսողին մտցնես քո խոսակցության մեջ։ Ձևը գտել էր, սատանայական ձև, որը մեր ձևը չի։ Ամեն։ Գիտես, մի կերպ լսում ես ուղակի լավ խոսացողներին, մեկ այլ կերպ լսում ես նրանց,
ովքեր որ կյանք են ապրել ու գիտեն ինչի մասին են խոսում, գիտեն խոսում են այն բաները, որոնք իրանք անցել են, այն բաները, որի մեջ իրանք ապրում են։ Ասեմ ձեզ սիրելիներս, այսօր ուզում եմ խոսեմ, որ հոգևոր կյանքում նույնպես է։ Հոգևոր կյանքում, հոգևոր ոլորտում, ատմոսֆերայում նույնպես է կատարվում, ինչ էլ խոսենք, ավելի կարևոր է գիտակցենք, թե ով ենք մենք։ Ով ենք մենք։ Ինչ էլ մեզ հետ խոսեն հոգևոր բաներ, շատ լավ է, որ գիտակցենք, ով է այդ հոգևոր բաները խոսացողը։ Ամեն, ամեն։ Ուզում եմ մի տեղ կարդամ Գործք առաքելոցից, սկսեմ ստեղից։ Գործք առաքելոց 19-ը։ Եվ այս տեղի վրա եմ վերնագրել իմ այսօրվա խոսքը, Գործք առաքելոց 19-ը, 13-րդ խոսքից։ Եվ թափառական հրեաներից ոմանք, որ երդնեցուցիչ էին, համարձակեցին Տեր Հիսուսի անունը կանչել չար ոգիներ ունեցողների վրա, ասելով. երդում ենք տալիս ձեզ այն Հիսուսովը, որ Պողոսը քարոզում է։ Հրեա քահանայապետ Սկևայի 7 որդիքն են, որ այս անում էին։ Չար ոգին պատասխանեց եւ ասեց. Հիսուսին գիտեմ, Պողոսին ճանաչում եմ, բայց դուք ով եք։ Այսօրվա իմ խոսքը անվանել եմ, բայց դու ով ես։ Հետաքրքիր է, որ ես նայեցի հայերենում հարցական նշանակը դույի վրա է դրած։ Բայց դու ով ես։ Ոչ թե դու ով ես, դու ով ես։ Գիտեք, շատ կարևոր հարց է։ Բայց դու ով ես։ Եկել էին, կարծես թե քահանայի որդիներ էին, կարծես թե իրանց անգամ անունը քահանայի որդիներ պետք է ազդեր դևերի վրա, բայց դևը նայում էր, ասում էր, դուք ով եք։ Նայում էր նրանց, ասում էր, դուք ով եք, էլ չեմ ասում, դևը հարձակվեց նրանց վրա, շորերը նրանց վրայից հանեց, հասցրին փախնեն։ Խայտարակ մի պատմություն։ Այսօր սիրելիներս, ուզում եմ խոսեմ նրա մասին, կարևոր չի, թե մենք ինչ պաշտոն ունենք, ինչ դիրք ունենք, ինչ անուն ունենք, ով ենք մեզ ներկայացնում, կարևոր է, թե իրապես ով ենք ես ու դու։ Ով ենք ես ու դու։ Հոգևոր ոլորտում։ Դուք գիտեք, որ հոգևոր ոլորտում ամեն ինչ հայտնի է իմ ու քո մասին։ Հոգևոր ոլորտում նկատի ունեմ եւ Աստծո ու նրա հրեշտակների առաջ, եւ սատանայի եւ նրան դիվական աշխարհի առաջ, ես ու դու բաց ենք։ Նրանք գիտեն մենք ով ենք։ Եվ գիտես, այս դևը տեսել էր, որ այդ 7 որդիները քահանայի իրենցից ոչ մի բան չէին ներկայացնում, ընդհանրապես լսել են, որ կարելի է Հիսուսի անունով հրամայել։ Այսօր շատ քրիստոնյաներ գիտեն, որ կարելի է Հիսուսի անունով աղոթել, բայց սիրելիս, ուզում եմ քեզ ասեմ, դու որ ինձ լսում ես այսօր, ուղղակի գիտակցի դու ով ես եւ դու կտեսնես, որ դու իզուր չես հրամայի ինչ որ սատանայական գործերի կոտրվելու, կործանվելու, փախնելու եւ այլն։ Ամեն։ Այսօր եթե մենք գիտակցենք, գիտեք, գիտակցելու համար պետք է դրա մասին մտածես։ Ամեն մեկս այստեղ նստած, եթե հավատացել ենք Հիսուս Քրիստոսին, մենք ամեն մեկս դիրք ունենք հոգևոր մթնոլորտում եւ այդ դիրքից է կախված մեր աղոթքների պատասխանները, այդ դիրքից է կախված մեր անգամ Հիսուսի անունով աղոթելը։ Եվ ել չեմ ասում դևերին հրամայելը եւ հիվանդություններին հրամայելը, դրանից է կախված։ Ամեն, ամեն, կապ չունի ում որդին ես, դա չի որոշում քո հոգևոր արժեքը ու դիրքը, դրա համար էլ դևը նայում էր ու ասում էր, դու ով ես, դուք ով եք։ Տեսել եմ մարդ, գիտես, անձամբ իմացել եմ մարդ, որը շատ լավ Աստծո խոսքը գիտեր, ու տարբեր մարդկանց հետ Աստծո խոսք էր խոսում, Աստվածաշունչ էր խոսում, անգամ ավետարանում էր, բայց ինքը թմրամոլ էր։ Եվ այդ ամենը անում էր թմրանյութերի տակ, ազդեցության տակ։ Պատկերացնում եք, անջատված մեկը դեղերի տակ խոսում է Աստծո մասին։ Էլ չեմ ասում, մի քանի մարդ ես տեսել, որ նստած հարբում են ու հարբած Աստծո մասին են խոսում։ Ուզում են քեզ ապացուցեն, որ դու ճիշտ չես հավատում։
Գիտես ինչքան ա եղել, ասել եմ լսեք, եկեք ճիշտ ու սխալ չորոշենք, եկեք հենց հիմա նայենք ով ա։ Այդպես չի։ Այսօր գիտեք, եթե ուզում ենք, որ հոգևոր ոլորտում իրոք մենք լինենք ինչ որ մեկը, մենք պետք է գիտակցենք ինչ կյանք ենք ապրում, մենք պետք է գիտակցենք ով ենք մենք եւ դրա համեմատ ապրենք, մտածենք, այդպես վարվենք մարդկանց հետ, այդպես վարվենք աշխատանքի մեջ, այդպես վարվենք ընտանիքի մեջ եւ ամեն տեղ։ Ամեն։ Եվ դրանից է կախված, նրանից չի կախված, որ ես ոնց ուզենամ ապրեմ, հետո գամ եկեղեցում ասեմ Հիսուսի անունով հրամայում եմ, ես իմ ինչ Հիսուսի անունով խնդրում եմ, ոչ սիրելիներս։ Մենք պետք է հետևանք մեր կյանքին։ Եվ ես այդ տղան պատմում էր ցավոք սրտի ինքը մահացած է վաղուց։ Հենց թմրանյութերից հետ մահացավ։ Բայց ինքը Աստծո խոսքը լավ գիտեր։ Ինքը կարող էր լավ քարոզիչ լիներ։ Գիտես պատմում էր Աստծո խոսքից, ու ասենք պատմում է ում մասին ասեմ, օրինակ Կորխի Աբիրոնի մասին էր խոսում, որ Մովսեսի դեմ դուրս եկա, ու այս Կորխին Աբիրոնին ինչ հայհոյանք ասես տալիս էր։ Դուք պատկերացնում եք, Աստծո խոսք է խոսում, բայց հայհոյանքով։ Շատ ներողություն, այլանդակ հայհոյանքներով։ Կարող էր Աբրահամի մասին խոսալ, ասել, այդ հիմարին նայի, կնոջը ծախեց։ Այդ ձև խոսում էր։ Ասեք, որ կապ ունի ով է խոսում ճշմարտությունը, որովհետև ով որ խոսում է, նրանից այդպիսի հոգի էլ գալիս է։ Ես հոգևոր բաներ եմ խոսում այսօր։ Այսօր սիրելիներս մենք վերացական հավատացյալներ պետքա չլինենք, մակերեսային հավատացյալներ պետքա չլինենք, որովհետև գալիս են դժվար ժամանակներ, եւ դրանք արդեն սկսվել են։ Իհարկե, ասես դե շուտվանից են ասում, բայց ասեմ քեզ, շատ դժվար է լինելու մնալ հավատացյալ։ Շատ դժվար է լինելու մնալ հավատացյալ, բայց Երանին նրանց, ովքեր գիտակցում են իրանք ովքեր են Քրիստոսի մեջ։ Ամեն։ Նրանց համար ոչ մի արգելք, ոչ մի իրավիճակներ խապկանք չի դառնա եւ չի խափի նրանց, որպեսզի շեղվեն Աստծո ճանապարհից։ Ամեն։ Այսօր էլ մենք պետք է լինենք մարդիկ, որոնք ոչ միայն Աստծո խոսքը քարոզում են, այլ որ միաժամանակ մեր պատճառով Աստծո անունը չհայհոյվի, խայտառակ չլինի։ Գիտես իմ ընկերներից մեկի կյանքում, երբ որ Աստված սկսեց գործել ու սկսեցին դևերը փախնել նրա ծառայության մեջ, ես ասեցի, բա երբ է քո մոտ սկսվել, ասեց սկսվել է դեռ 20 տարի առաջ, ասեցի, բա ինչի նոր է սկսվում, նոր է երևում, ասեց, որովհետև 20 տարի առաջ մի քարոզիչ ինձ կանչեց ու ասեց, եղբայր, ասում է, երբ որ բարձրացա բեմ, ասեց, եղբայր, դևերը քեզանից վախենում են։ Այդ ժամանակ դեռ ոչինչ չէր կատարվում, բայց հոգևոր ոլորտում նրան արդեն տեսնում էին դևերը եւ սարսափում էին։ Այսօր գիտես, հոգևոր ոլորտում սիրելիս Աստված տեսնում է ով ենք ես ու դու, բայց միաժամանակ Սատանան էլ է տեսնում ով ենք ես ու դու։ Աստված տեսնում է մեզ, որպեսզի մեզ օգտագործի, Սատանան տեսնում է մեզ, որպեսզի տեսնի վախենա մեզանից, թե չվախենա։ Փախնի մեզանից, թե հարձակվի մեզ վրա։ Այսօր շատ քրիստոնյաներ պաշտպանվում են, պաշտպանողական դիրքում են։ Հիմնականում այդ քրիստոնյաները մենակ Աստծոց խնդրել գիտեն, Տեր Աստված էս տուր, այն տուր։ Ու հետո էլ բարձրանում են, Աստված իմ աղոթքները լսել է։ Գիտես, երբ որ մարդը միշտ ասում է Աստված իմ աղոթքները լսել է, պատասխանը տվել, ասում են փառք Աստծո, օրհնյալ է Աստված, ինքը պատասխան տվող է, ինքը աղոթք լսող է, բայց ուզում եմ հարցնեմ, ինչպես է Աստված այս ընթացքում քեզ օգտագործել։ Մենք չպետք է լինենք քրիստոնյաներ, որոնք Աստծուն ուզում են միայն օգտագործել։ Ես քեզ ասեմ, քո Աստված այնքան շատ է քեզ սիրում սիրելիս, ինքը պատրաստ է քեզ համար օգտագործվի։ Դա գիտես ինչի է նման, այն որ դու հայր ես ու քո երեխու համար, դու գիտես երեխան քեզանից անընդհատ մի բան է ուզում, բայց էլի պատրաստ ես օգտագործվես իր համար։ Որովհետև սիրում ես իրան, որովհետև քոնն է։ Մեր Աստված այդպես է սիրելիս, բայց երբեք պետքա դրա վրա չկանգնենք, որ ասենք միայն տուր, ոչ սիրելիներս։ Աստված նայում է, որպեսզի մեզ օգտագործի, բայց քեզ կասեմ, թշնամին էլ նայում է, որքանով մեզ հակառակվի կամ մեզանից փախնի։ Ամեն։ Թողենք իհարկե ասենք դե այդ բոլոր
հավատացյալներին ա վերաբերվում, դևերը պետքա փախնեն, վախենան իրանցից, բայց այդպես չի։ Որովհետև հարցը սա է, դու ով ես։ Բայց դու ով ես։ Բայց ես ով եմ։ Սրանից է կախված, թե իրականությունն է սատանայի վախենալը ու փախնելը քեզանից, թե ուղղակի խոսքեր են կամ էլ աստվածաշնչյան խոսքեր են ուղղակի։ Գիտեք, Հիսուսը երբ որ եկավ, այդ ժամանակ շատ սովորացնողներ կային, շատ քարոզողներ կային, փարիսեցիները ամեն շաբաթ քարոզում են եւ հետո տեսան մեկին, որ եկել է, գիտես բաներ է անում, իրանց համար զարմանալու է, տարօրինակ է, նախանձելի է, զայրացնող է իրանց, բարկացնող է իրանց, Մատթեոս 8:27-ն եմ ուզում կարդամ, ու ամեն ժամանակ գիտես զարմանում էին նրա վրա, բայց տեսնում են, որ Հիսուսը բաներ է անում, անգամ Հիսուսի կողքի մարդիկ ասում են, ով է ինքը։ Մի անգամ Հիսուսը, հիշում եք, որ ալեկոծություն եղավ, եւ ինքը դադարեցրեց քամին եւ ծովը, խաղաղեցրեց, ասես դադարիր, խաղաղվի։ Եվ խաղաղվեց ծովը։ Ով է հիշում այդ պատմությունը։ Ինչ եղավ։ 27 խոսքը, մարդիկ զարմացան եւ ասում են, սա ինչպիսի մեկն է, որ քամիները եւ ծովն էլ հնազանդում են սրան։ Հալելույա։ Հիսուսը ուզում է, որպեսզի այս աշխարհը տեսնի ինձ ու քեզ ու ասի, սա ով է, որ այս ձևի բաներ է կարողանում անել իր Աստծով եւ իր կյանքում այսպիսի բաներ են կատարվում։ Որ մարդիկ նայեն քեզ սիրելիս ու ասեն, այս ով է ինքը, որ ամենածանր իրավիճակից դուրս եկավ, ով իրան հանեց, գիտես հաջորդ հարցը սա է, ով է իր հետևում կանգնած, ինչ զորությունով է ինքը անում։ Մինչև կշարունակեմ ուզում եմ հարցնեմ, ում է սա վերաբերվում սիրելիներս։ Շատ քիչ ձեռքեր է, բայց ուզում եմ ասել, բոլորիս է վերաբերվում սա։ Բոլորիս է վերաբերում սիրելիներս, մենք սովորական քրիստոնյաներ չենք, մենք սովորական հավատացյալներ չենք, մենք մեկն ենք, որին նայում են եւ ոչ թե հեգնանքով են ասում, բայց դու ով ես, այլ ասում են սա ով է, որ այսպիսի բաներ է խոսում, այսպիսի բաներ է աղոթում, այսպիսի գործեր է անում։ Հալելույա։ Հալելույա։ Ես չգիտեմ դու ոնց, սա ինձ ոգևորում է։ Հալելույա։ Այսօր սիրելիներս ուզում եմ ասեմ, դու կանչված չես, որ պաշտպանվես սատանայից։ Դու կանչված ես, որ սատանան փախնի քեզանից։ Դու կանչված չես, որ դևերը քեզ ասեն, բայց դու ով ես։ Դու կանչված ես, որպեսզի ինքդ ասես, դև, դու ով ես, որ մարդու մեջ մնաս։ Ով է ինձ հասկանում։ Ով է ինձ հասկանում։ Եթե երկու հոգի կամ մի հոգի էլ անգամ լինի, ես այսօր նրան կքարոզեմ։ Այսօր սիրելիներս բավական է մենք դևերից վախենանք, պաշտպանվենք, սատանայից վախենանք, այս աշխարհից վախենանք, իրավիճակներից վախենանք, մեր կյանքի համար վախենանք, հերիքը արդեն մենք կյանք ունենք երկնքում։ Մենք կյանք ունենք երկնքում, հերիքը, ասենք սատանային, սատանա հերիքը, այլ սրանից հետո դու ես փախնելու ինձանից։ Ով է ինձ հասկանում։ Այսօր ուզում եմ սիրելիներս, ոչ թե ուղղակի ես մի հատ լավ քարոզ տամ հերթական, չէ սիրելիներս, ուզում եմ, որպեսզի մենք մեկ նայենք մեզ, ասենք ես ով եմ։ Դու Հիսուսին հավատացող մարդ ես, քո գործերով ամեն ինչ լավ է, փառք Աստծո, Աստված լսել է աղոթքներդ, պատասխանը ու վերջ։ Ոչ սիրելիներս, վերջ չի։ Շատ մարդիկ կան սպասում են, որ դու գնաս եւ նրանց մեջի հիվանդության ասես, հիվանդություն դու ով ես, որ ես մարդու մեջ մնաս։ Շատ մարդիկ կան, որ կապանքների մեջ են, որ դու գնաս ու ասես, կապանք, դիվական կապանք, դու ով ես, որ նրա մեջ մնաս։ Ամեն։ Ամեն, սիրելիներս, մենք կանչված չենք ուղղակի կոչվենք քրիստոնյա հավատացյալ։ Ինչ տարբերություն կոչումը, քրիստոնյա թե մուսուլմանը։ Ինչ տարբերություն։ Եթե Աստծո զորությունը կա, դա իսկական քրիստոնեություն է։ Ամեն։ Եթե դա իրոք դրա հետևը, խոսացածի հետևը բան կա կանգնած, հոգևոր բան, Աստծո զորությունը, Աստծո փառքը, դա իզուր քրիստոնեություն չի, սիրելիներս։ Այսօր խաբկանքը նրանում է, որ քրիստոնեությունը վերածել են խնդրեմ տուր, խնդրեմ առնեմ, ինձ, ոչ սիրելիներս, քրիստոնեությունը նրա համար է, որպեսզի հոգևոր մթնոլորտում նայեն, ասեն, սա ով է,
որ Աստված սրան ընտրել է։ Ուզում եմ հարցնեմ, բայց դու ով ես։ Եվ այս հարցը տալիս եմ հույսով, որ դու գիտես դու ով ես եւ կիմանաս դու ով ես, սիրելիս։ Ամեն։ Մենք կանչված չենք ու քրիստոնյա կոչվել ուղղակի ապրենք ու գնանք։ Մենք կանչված ենք քրիստոնյա կոչվել եւ Աստծո գործերը անել, սիրելիներս։ Ամեն։ Իհարկե դուք ասես, դե այս մարդը տարիներով գալիս է եկեղեցի, քո ինչ գործն է այդ մարդը ոնց է, դու եղիր, դու իմացիր, դու ով ես։ Ամեն։ Ես ձեզ ասեմ, ես ինչքան էլ քարոզեմ, մինչև որ մարդը ինքը չորոշի, Աստծո խոսքը վերցնի ու դրանով ապրի, ինքը ընդամենը խոսացող է լինելու, ընդամենը հավատացող է լինելու, չեմ ասում փրկությունը կկորցնի, որովհետև այդ ինքն է որոշում ով է փրկված։ Հիսուսով է փրկությունը եւ նա Հիսուսի պատճառով անգամ ամենավերջի մեղավորին էլ վերջի վայրկյանին կարող է փրկել։ Ես ու դու ուղղակի առավելություն ունենք, ընդունել ենք նրան, բայց պետք է այդ առավելությունը օգտագործենք, կանգնենք, ով պետք է կանգնի քո ընտանիքի համար, սիրելիս, ասա ինձ։ Հովիվը ծառայողները ոչ, դու առաջի հերթին։ Դու պետք է պաշտպանվես, իսկ հովիվն ու ծառայողները գան հարձակվեն սատանայի վրա, ոչ, հենց դու պետք է հարձակվես սատանայի վրա, սիրելիս։ Ով պետք է կանգնի քո երեխեքի համար, ով պետք է կանգնի քո ընթացքի համար, ով պետք է կանգնի քո ծառայության համար, ասեմ քեզ սիրելիս, հենց դու։ Հենց դու ու իմացի դու ով ես, Աստված քեզ տեսնում է մեկը, որին ինքը կանչել է, ընտրել է, որին դրել է իր ձեռքի մեջ եւ ասում է ես քեզ աջ ձեռքից կբռնեմ ու կուղեկցեմ։ Ու կտանի ինքը, ու ինքը կօգտագործի, սիրելիս։ Իհարկե կարող ես այսօր էլ լսել եւ մնալ նույնը, բայց ասեմ քեզ, դրա մեջ ոչ մի օգուտ չկա։ Ես կարող եմ այս խոսում եմ, տարիներով էլ չխոսեմ սրա մասին։ Բայց ուզում եմ քեզ ասեմ, մեկ սթափվի ու ասա ես ով եմ, ինքդ քեզ հարցրա, մի սպասի մեկը գա քեզ ասի։ Ինքդ քեզ հարցրա եւ թող Աստված քեզ ասի դու ով ես, իրա համար։ Նայում էին Հիսուսին, ասում են, ո՞նց է անում, ի՞նչ է անում։ Նրանք չգիտեն ոչ մի բան։ Անկամ հակառակվում էին, նայեք Մարկոս 11-ում ինչ է գրված։ Հալելույա։ Փառք Աստծուն։ Փառք Աստծուն։ Փառք մեր Աստծուն։ Փառք մեր Աստծուն։ Փառք մեր Աստծուն։ Օրհնյալ է մեր Աստվածը։ Օրհնյալ է Հիսուս Քրիստոսը։ Մարկոս 11:28-ը։ Եվ ասեցին նրան. Ինչ իշխանությունով ես անում այդ բաները։ Եվ ով տվեց քեզ այդ իշխանությունը, որ այդ բաները անես։ Տեսեք ոնց էին հակառակվում։ Իրանց հասկանալի չէր, որովհետև նրանք միայն խոսացող էին։ Նրանք անող չէին։ Ով տվեց քեզ այդ իշխանությունը, նրանք զարմանում էին, ասում էին, որտեղից քեզ այդ զորությունը, ինչ իշխանությունով ես անում։ Հիսուսը գիտես տարբեր ձևերով նրանց բացատրում էր, նրանք չէին հասկանում։ Ու չէին հասկանա։ Հակառակվելու համար հարցնում են նրան, անգամ չէին նայում, թե ինչքան բարիքներ անում, ինչքան մարդ է բժշկում, իրանց դա հետաքրքիր չէր։ Որովհետև իրանց հետաքրքիր էին միայն իրանց մտածելակերպով։ Այսօր, սիրելիներս, շատ հավատացյալներ կան, իրանց հետաքրքիր չի Աստծո զորությունը, իրանց հետաքրքիր չի, թե Աստված ինչ է անում, իրանց հետաքրքիր է իրանց խնդրվածքը, իրանց կարիքը, իրանց աշխատանքը, անգամ տասանորդ թե չեն տալիս, բայց իրանք են, լրիվ իրանք, ուզում եմ քեզ ասեմ սիրելիս, այս կյանքը անցնում է, կմնա միայն այն, ինչ որ Աստծո համար կանես, երեխեքիս համար եմ ապրել, չի անցնում, լավ ես արել, բայց չի անցնում Աստծո մոտ, երեխեքիդ համար անելով, պետք է Աստծո համար անես, ու այնպես երեխեքիդ մեծացնես, որ երեխեքդ էլ Աստծո համար գործեն, դա իսկական քրիստոնեական կյանքն է սիրելիս։ Ով ենք ես ու դու։ Ով են մեր երեխեքը։ Ես չեմ ուզենա իմ երեխուն մեկը նայ ասի, հա պապային գիտենք, բա ինքը ով է։ Ասեք, որ ինձ համար խայտարակություն է, եթե նայեն իմ աղջիկան ու ասեն, աղջիկ ջան, պապայիդ գիտենք, բայց դու էս ով ես դու։ Խայտարակություն է թե ոչ։ Այո։ Այդպես Աստծո համար խայտարակությունը, երբ որ նա տեսնում է իր զավակներին եւ տեսնում է, որ իր զավակները իրանց ձևով ոնց ուզում են ապրում են։ Եվ նրա համար ոչինչ չեն անում։
եւ նրա փառքը չեն տարածում։ Այդպիսի խայտարակությունը։ Կասես, ես ինչի ես խիստ խոսում։ Ինչ որ դրել Աստված սրտից մեջ, դա էլ խոսում եմ սիրելիս։ Քեզ շատ սիրելով։ Քեզ շատ սիրելով։ Այսօր մեկ սթափվենք, բավական է սատանան քեզ հալածի, բավական է հալածի քո ընտանիքը, բավական է հալածի քո մարմինը, բավական է հալածի քո միտքը, բավական է հալածի քո աշխատանքը։ Ուզում եմ քեզ ասեմ, պետք է կանգնես հենց դու, սիրելիս, եւ մենք վերջում աղոթելու ենք։ Եվ ես չեմ կանչելու առաջ աղոթենք, դու ինքդ տեղում կանգնած աղոթելու ենք միասին եւ խնդրելու ենք, ասենք Տեր Աստված, այսօր ես կանգնում եմ այն դիրքի վրա, որ դու դրել ես, քեզ խնդրում եմ, դու գործի։ Աստված մեզ դիրք է տվել, որը բարձր է ամեն դիրքից, ասում է Քրիստոսի մեջ մենք նստեցված ենք երկնավորներում։ Շատ քրիստոնյաներ Քրիստոսին վերևում գիտեն, որ նստած է հոր աջ կողմը գահին, բայց իրանք ներքևն են, ոչ ռելես, մեկ մի հատ բարձացի։ Ես համաձայն եմ, ճնշումները, խնդիրները, դժվարությունները, հիվանդությունները եւ տարբեր բաները քեզ ճնշել են, որպեսզի դու ներքևում հայտնվես։ Այսօր ուզում եմ քեզ ասեմ, սիրելիս, մեկ տես դու ով ես։ Մեկ տես դու ով ես։ Եվ կտեսնես, որ ամեն թշնամու գործերը կործանված կլինեն քո կյանքի մեջ։ Ամեն։ Ղուկաս 5-ն եմ ուզում կարդամ։ Ղուկաս 5, 20-21 խոսքերը։ Եվ նա նրանց հավատքը տեսնելով նրան ասեց. ով մարդ քո մեղքերը թողված լինեն քեզ։ Տեսեք ինչ անում, այդ մարդուն իր ընկերները բերում են, կտուրով իջացնում են, առաստաղը քանդում են, իջացնում են։ Հիսուս ասում է, տեսավ ընկերների հավատքը, այս մարդուն ասեց, ով մարդ քո մեղքերը ներված են։ Ինչ հրաշք, եւ նա վեր կացավ գնաց տուն։ Ասեց վեր կաց այդ տեղաշորը հավաքի ու գնա։ Վեր կացավ գնաց։ 21 խոսքը տեսեք։ Եվ դպիրները եւ փարիսեցիները սկսեցին խորհել եւ ասել. Սա ով է, որ հայհոյանք է խոսում, ով կարող է մեղք թողել, բացի միայն Աստված։ Ուզում եմ քեզ ասեմ, սիրելիս, երբ որ դու ճանաչում ես դու ով ես, շատ կրոնավորներ կասեն դու ով ես։ Հիսուսը մեղքը թողում էր, գիտեք ինչի համար, որովհետև նա այնքան էր Աստծո հետ մեկ, որ ասում էր քո մեղքերը թողված են քեզ։ Ուզում եմ քեզ ասեմ, դու այն մարդն ես, որ Աստված կարող է քեզ օգտագործել, որ ուրիշի մեղքերը թողված լինեն։ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Հիսուսը իրավունք ուներ իր անունից խոսա, որովհետև ինքն է Աստվածը։ Բայց ես ու դու, երբ որ նրա անունից գալիս են գործում ենք, Աստված շատ մարդկանց մեղքեր կարող է ներել։ Իմ ու քո պատճառով Աստված կարող է շատ մարդկանց բժշկել։ Ինչու համար քրիստոնյան պետք է մենակ իր մասին մտածի։ Ինձ, իմ աշխատանքը լավը լինի, իմ մարմինը բժշկված լինի, իմ գործերին հաջողություն լինի։ Ես այնքան եմ լսել, գալիս են, ասում են, փոխանակ ասեն քուրս, եղբայրս, ապաշխարը ասում են, աղոթեք, որ բժշկվի, աղոթեք, որ գործերը լավ լինեն։ Սիրելիս, թող ապաշխարի, մնացած Աստված անողը։ Թող ապաշխարի։ Ասում են, բերեք եկեղեցի, դե ինքը չի գա եկեղեցի, բայց կարելի է աղոթենք, որ գործերը լավ լինեն։ Չէ, չի կարելի։ Ուզում ես ասես չես աղոթելու, կաղոթեմ, բայց տենց չի գործը։ Չնայած մեր եկեղեցում արդեն սովորել են այնքան ասել եմ, էլ դե ձև չեն ասում ինձ։ Բայց սիրելիս մենակ աշխատանքով չի, մենակ դու չես, Աստված ընտրել է քեզ, դու իմացի դու ով ես, դու մեղքի համար ստեղծված չես։ Դու տառապելու համար ստեղծված չես։ Մի հոգի, երկու հոգի ասում են ամեն։ Դու տառապանքի համար ստեղծված չես։ Դու հիվանդ լինելու համար ստեղծված չես։ Դևերից ճնշվելու համար ստեղծված չես։ Մենակ քեզ համար ապրելու համար ստեղծված չես։ Ինչ լավ ամեն էր։ Փառք Աստծո։ Փառք Աստծո։ Այսօր չեմ ուզում սիրելիս քեզ ստիպեմ ամեն ասես անգամ, բայց ուզում եմ ինձ հետ համաձայնվես, որ աղոթելու ենք, որ ամեն սատանայական գործերը, ամեն դիվական ճնշումները քո կյանքից հեռանան։ Ամեն։ Դու իմացի դու ով ես, դու հզոր մեկն ես։
Գիտես Աստծո հրեշտակներն է գիտեն դու ով ես։ Աստծո հրեշտակը եկավ Գեդեոնի առաջ կանգնեց, ասեց ով հզոր մեկը Գեդեոնն ասեց ես վախեցած նստած եմ ինձ ասում զորավոր։ Հրեշտակն ուզում էր ասել Գեդեոն, մի հատ հասկացի դու ով ես։ Դե որ Աստված կա այդ որ Եգիպտոսից հանել էր, բա ինչի ես թշնամիներին չի հեռացնում։ Ասեց ով պետք է հեռացնի Գեդեոն։ Դե եսի մեկը ասեց հենց դու ես հեռացնելու։ Հասկանում եք ինչ եմ խոսում սիրելիներս։ Այդպես չի Գեդեոնը նստած սպասում էր որ հեսա մեկին Աստված ուղարկելու է ազատի իրանց։ Ասեց Գեդեոն հենց դու ես։ Երբ որ Գեդեոնը հասկացավ, ինքն էլ գնաց ու ազատեց, թշնամիներին հեռացրեց։ Ամեն։ Երբ որ ես ու դու հասկանանք ով ենք մենք, շատ թշնամիներ մեր հենց մեզանով էլ կհեռանան։ Ամեն։ Փառք Աստծո։ Նայեք Հռոմեացիս 8-ը։ Անկամ Աստված, երբ որ ասում է մեղքի մեջ մեկ լինի, ուզում եմ ձեզ մի բան ցույց տամ։ Ես հասկացել եմ մի բան, որ մարդուն ինչքան ուզում ես ասա մեղքը ինքը ոնց հաղթի, մինչև որ մարդը չհասկանա ինքը ով է, ինքը մեղքը չի կարող հաղթի։ Օրինակ եղել է ընտանիք ասում է, բաժանվում ենք, առաջի հարցը ուզում եմ տամ, դու ով ես, որ բաժանվում ես։ Քրիստոնյա ես թե քրիստոնյա չես, բեր սկսենք դրանից։ Հավատացյալ ես թե չէ։ Դրանից է սկսվում։ Ես մեկին չեմ ուզում ներեմ, ուզում եմ հարցնեմ, իսկ դու ով ես, որ չես ուզում ներես։ Եթե աշխարհիկ մարդ ես, ես քեզ չեմ կարող ոչինչով օգնել։ Բայց եթե քրիստոնյա ես, Հիսուսը մեզ ներել է, դու ո՞նց կարող ես չներել։ Դու չգիտես ինչ արել, ինձ հետաքրքիր է չի ինչ արել։ Ամեն։ Հիսուսը մեզ ներել է, մենք էլ պետք է ներենք։ Չգիտեմ ում համար եմ ասում այսօր։ Հռոմեացիս 8 Տեսեք 12-ից եմ կարդալու, բայց մինչև այստեղ ասում է մեղքի մեջ մեկ ապրի։ Ասում է դու ստեղծված ես, որ մեղքի մեջ մնաս։ 12 խոսքից ասում է, ապա ուրեմն եղբայրներ, պարտական ենք ոչ թե մարմնին, մարմնի պես ապրելու։ Այսինքն մարմինն ով է, որ քեզ ստիպի, որ դու մեղք գործես։ Որովհետև եթե մարմնավորապես ապրենք կմեռնենք, բայց եթե հոգով մարմնի գործերը սպանենք կապրենք։ Որովհետև որոնք որ Աստծո հոգով են վարվում, նրանք Աստծո որդիներ են։ Ամեն։ Գիտես, ոչ մի աշխարհիկ մարդու, ով որ Հիսուսին չի ընդունել իր սրտի մեջ եւ կյանքը չի տվել Հիսուսին, դու չես կարող նրան ասել հոգով մարմնի գործերը սպանի։ Ուզում եմ ես մի բանից ազատվեմ, հոգով մարմնի գործերը սպանել, հնարավոր չի։ Գիտես ով կարող է միայն հոգով մարմնի գործերը սպանել եւ նրանց տրված է դա անել, դա Աստծո որդիներն են։ Որովհետեւ նրանց մեջ Աստծո հոգին է ապրում։ Ուզում եմ քեզ ասեմ, եթե Աստծո հոգին քո մեջ ապրում է, դու մեղքը կարող ես հաղթել։ Չստացվեց նորից ես փորձելու։ Չկա, չստացվեց ու վերջ։ Եթե վերջ, ուրեմն Աստված սուտ է ասում։ Իսկ Աստված երբեք չի ստում։ Պետք է ստացվի։ Ամեն։ Շարունակությունը տեսեք ինչ ասում։ Որովհետև դուք ծառայության հոգին չարակ, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրության հոգին առակ, որով աղաղակում ենք Աբբա հայր։ Նույն ինքը հոգին վկայություն է տալիս մեր հոգու հետ, որ մենք ով ենք։ Ով ես դու։ Աստծո որդիներ ենք։ Տեսեք մեղքը հաղթելը որտեղից է գալիս։ Երբ որ դու գիտակցում ես, որ դու Աստծո որդի ես։ Չեմ հիշում այս վերջերս ում հետ ենք խոսում, կարծեմ նույնիսկ մի քանի տեղ ենք խոսած սրա մասին, բայց խոսում ենք սրա մասին, այս բանը կարելի է թե չի կարելի, այս բանը չի կարելի թե կարելի է։ Առաջի հարցը սա է, դու ով ես։ Նոր որոշենք քեզ ինչ կարելի է, ինչ ոչ։ Դե ինչ կա դրա մեջ։ Եթե դու ծառայող ես, դա ուրիշ հարց է։ Եթե դու Աստծո մարդ ես, դա ընդհանրապես ուրիշ հարց է։ Եթե դու ուղղակի հավատացյալ ես, դա էլ ուրիշ հարց է։ Շատ բաներ կան, ուղղակի հավատացյալներին կարելի է, բայց քեզ Աստծո ծառայող չի կարելի։ Իսկ եթե դու քեզ համարում ես Աստծո մարդ, որին կանչել է Աստված բոլորից, մեծից փոքր,
Հիսուս Քրիստոսով։ Եթե դու Աստծո մարդ ես, շատ բաներ էլ դու տեսնելու ես, որ էդ էլ քեզ չի կարելի։ Հիմա կասես միայն չի կարելի լինելն է, չէ, շատ բան էլ կարելի է, Աստված կտեսնես ինչեր կանի։ Ամեն։ Ով է հենց հասկանում։ Դու ինքդ եթե քեզ հարց տաս, սիրելիս, կարող ես ինքդ քեզ պատասխանել. Ես Աստծո մարդ եմ։ Եկեք իրար հետ ասենք, եթե դու հավատում ես Աստծո խոսքին, խնդրում եմ ինձ հետ ասա, ես Աստծո մարդ եմ։ Սիրելիս, դրա մեջ էլ ապրի։ Դրանից բարձր կոչում այս աշխարհում չկա։ Աստծո մարդ, Աստծո ծառա։ Ու երբ որ այս ասեցիր, երբ որ գնաս տուն, սիրելիս, սկսած այս պահից, սկսի դրա վրա մտածել, որ ոչ թե ասես, չէ, ես չեմ կարող լինել, այլ ասես, ես Աստծո մարդ էլ մնալու եմ։ Մինչև կյանքի վերջ։ Ու դու կտեսնես, թե Աստված ինչպես կգործի քո կյանքի մեջ, սիրելիս։ Դու կտեսնես, թե Աստված ոնց կփոխի քո կյանքը, ոնց կօգտագործի քեզ իր փառքի համար, այնպես որ դու երբևիցե չես պատկերացրել։ Հալելույա։ Եվ 17-րդ խոսքում տալիս է գաղտնիքը։ Եվ եթե որդիք եք, ուրեմն ժառանգներ եք, Աստծո ժառանգներ, Քրիստոսի ժառանգակիցներ, որ եթե նրա հետ չարչարվում եք, նրա փառքին էլ մասնակից կլինեք։ Ինչի համար եմ ասում, ինչ ես դու Աստծո համար արել, որովհետև եթե դու Քրիստոսի չարչարանքներին մասնակից չեղար, իսկ դրա չարչարանքը գիտես որն է, մարդկանց փրկել, ազատագրել, բժշկել, սատանայի ճիրաններից հանել, մեղքից ազատել, ասում նա չարչարանքները դրա համար է կրել, սիրելիս։ Եթե ես ու դու դրանով զբաղված ենք, նրա փառքը տեսնելու ենք։ Ամեն։ Դուք տեսնում եք, որ խոսալով չի։ Ես կարող եմ խոսալ, ես Աստծո որդի եմ։ Ես կարող եմ ասել, ես Աստծո մարդ եմ, բայց Աստված ասում է, ես համաձայն եմ, ես եմ քեզ ընտրել, որ դու Աստծո մարդ լինես, Աստծո ծառա լինես, դու Աստծո որդի լինես, ուզում եմ տեսնեմ քո ամենօրյա կյանքը։ Որքանով ես դու չարչարվում Քրիստոսի համար։ Ինչ ես անում դու Աստծո համար։ Եվ Աստված երբ որ տեսնում է, ասում է, սա իմ մարդն է։ Ես գիտեմ ով է, բոլոր հրեշտակները թող իմանան ինքը ով է, բոլոր դևերը թող իմանան ինքը ով է։ Ամեն։ Ամեն։ Ու կիմանան, սիրելիս։ Որքան շատ դու ներդրվում ես Աստծո գործի մեջ, այդքան ավելի շատ փառք ես տեսնելու։ Ամեն։ Հիսուսը համարձակ խոսում էր ու իշխանությունով է գործում էր, որովհետև սիրելիս նախ եւ առաջ ինքը գիտեր ինչի համար է եկել եւ ինչ անելու։ Ինքը չէր եկել միայն ասի, ես հորից լսում եմ, ասում եմ, ձեզ ճշմարտությունն եմ ասում ու վերջ, ինքը լավ գիտեր ինչի համար է եկել եւ ինչ է անելու։ Եվ երբ որ նրան շատ հարց էին տալիս, ուզում եմ ձեզ այս խոսքն կարդամ, Հովհաննես 8։ Միգուցե այս խոսքը կարդացել ես, այդքան էլ պարզ չի եղել քեզ համար, ինչի համար է Հիսուսը ասում, բայց այսօր ուզում եմ տեսնես, որ Հիսուսը լավ գիտեր ինքը ով է։ 8:25 ասում է, եւ նրանք ասեցին նրան, դու ով ես։ Դուք զգում եք, որ Հիսուսին էլ էին հարցում, դու ով ես։ Այսօր երանել ենք ես ու դու, որ Հիսուսի նման մեզ է հարցնեն, դու ով ես։ Եվ Հիսուսը ասեց նրանց, այն որ սկզբից ձեզ հետ խոսում եմ, հետո ասում է շատ բաներ ասում եմ, չեք լսում, բայց 28 խոսքում ասում է, Հիսուսն էլ ասեց նրանց, երբ որ մարդի որդին կբարձրացնեք, այսինքն կխաչեք, այն ժամանակ կիմանաք, թե ես ով եմ։ Եվ իմ անձիցը ոչինչ չեմ անում, այլ ինչպես իմ հայրը սովորեցրեց, ինձ այն եմ խոսում։ Հալելույա։ Հիմա տեսնում եք Հիսուսը ինչի համար էլ համարձակ գործում ու իշխանությունով անում ամեն բան ու խոսում, որովհետև նա գիտեր, որ պատրաստ է
իր կյանքը դնի մարդկության համար։ Որքանով պատրաստ ես Աստծո համար գործելու, այդքանով էլ իրավունք ունես խոսելու։ Ամեն։ Որքանով Աստծո համար սիրտ ունես ներդրվելու, Աստված այդքանով էլ քեզ իշխանություն է տալու գործելու Աստծո փառքի համար, քանդելով ամեն սատանայական գործերը։ Ամեն։ Այսօր եթե մեզ հարցնեն, բայց դու ով ես հոգևոր կյանքում, ինչ մենք կպատասխանենք։ Մենք պետք է պատասխան ունենանք։ Աստծո որդի եմ, շատ լավ է, ու վերջ։ Աստծուն ծառայում եմ, շատ լավ է, ու վերջ։ Ուզում եմ քեզ ասեմ, սիրելիս, դու Աստծո մարդ ես, որին Աստված ուզում է օգտագործի։ Իսկ երբ որ Աստված է օգտագործում, ոչինչ ու ոչ ոք չի կարող դրան դեմ կանգնել։ Ամեն։ Որքանով է մեր կյանքը դրված մարդկության համար, Աստծո համար։ Եթե դու քո ընտանիքում ես, հայր ես կամ մայր ես, պատկերացրա հայրը կամ մայրը երեխային ասում է, այս բաները սխալ ես անում, այս բաները ճիշտ պետք է անես, այս ձև պետք է անես, այս կարելի է, չի կարելի։ Գիտես, վայ այն երեխային, որ ասում է, բայց դու ով ես։ Նորմալ երեխան չի ասում, չէ, բայց դու ով ես, որ ինձ ասես, չէ։ Ճիշտ եմ ասում, թե չէ։ Նորմալ ընտանիքների մասին եմ խոսում։ Առավել ևս ամոթ նրանց, ովքեր իրենց ծնողներին ասում են, բայց դու ով ես։ Ինչ էլ ուզում է իրանք ասեն։ Գիտես ինչու, որովհետև այնքան բաներ ունեն արած իրանց երեխայի համար, որ երբեք այդ հարցը պետքա չկանգնի, բայց դու ով ես։ Այդպես էլ, երբ որ Աստված տեսավ, որ դու իր գործի համար կանգնած անում ես, հոգևոր աշխարհում ոչ մի դև չի համարձակվի քեզ ասի, բայց դու ով ես։ Ամեն։ Ամեն։ Երկու տեղա մնացեք կարդամ։ Առաջի Պետրոս։ Առաջի Պետրոս։ 5-րդ գլուխ 6-րդ խոսքը։ Խոնարհվեցեք Աստծո հզոր ձեռքի տակ, որ ձեզ բարձրացնի ժամանակով, ճիշտ ժամանակին նկատի ունի։ Մենք միշտ նայել ենք այս խոսքը, բայց ուզում եմ շեշտեմ այս խոսքի մեջ հետևյալ բառերը. ձեռքի տակ։ Ձեռքի տակ։ Դուք պատկերացնում եք, Աստված ուզում է ինձ ու քեզ սիրելիներս վերցնի իր ձեռքի տակ։ Եղել է, որ ինչ որ մեկին մի աննշան, ոչ լավ կյանք ունեցող, աղքատության մեջ միգուցե ինչ որ մեկին մի մարդ վերցնում է, նրան սկսում է բարձրացնել եւ հետո խոսում է նրա մասին, ասում են, «Այդ ոնց բարձրացավ», ասում են, «Դե այս ինչ մարդը վերցրեց ձեռքի տակ»։ Ո՞վ է լսել այդպիսի խոսակցություն։ Ձեռքի տակ վերցրեց, ու ասում է, «Իրա ձեռքի տակ է մեծացել, իրա ձեռքի տակ բարձրացավ»։ Դու պատկերացրա սիրելիս, եթե ես ու դու խոնարհվենք, համաձայնվենք, Աստծո ձեռքի տակ լինենք, ոնց Աստված կբարձրացնի։ Իրա ձեռքի տակ պետք է լինենք, իսկ մենք չգիտեմ ում ձեռքի տակ լինելով միայն կորուստ ենք կրում։ Այս աշխարհի ձեռքի տակ լինելով միայն մեր կյանքներս անցնում։ Ես դες կասեմ, այս աշխարհը քո կյանքը ուտում է։ Եթե Աստծո ձեռքի տակ ես, Աստված քո կյանքը օգտագործելով ոչ թե ուտում է քո կյանքը, այլ քեզ կյանքով է լցնում ու բարձրացնում է։ Ամեն։ Ամեն։ Փառք Աստծո։ Փառք Աստծո, որ ինքը թույլ է տվել, որ իր ձեռքի տակ խոնարհվենք, որ իր ձեռքի տակ մտնենք։ Այսօր եթե ասում են, որ մեկը մեկի ձեռքի տակ բարձրացավ, դա նշանակում է այդ մարդը հնարավորություն ուներ, բայց ուզում եմ քեզ ասեմ, մեր Աստված կատարյալ, հզոր, ամենակարող հնարավորությունները ունի։ Ամեն։ Ես ու դու սիրելիներս նրա ձեռքի տակ խոնարհվենք։
Ոչ թե մեր մտքի տակ, ոչ թե մեր գաղափարի տակ, ինչքան էլ ուզում եմ ես Աստծո խոսքը իմանամ, ինչքան ուզում եմ եկեղեցի գամ, ինչքան ուզում եմ ծառայեմ, ես պետք է համաձայնվեմ Աստծո ձեռքի տակ մտնեմ։ Ամեն։ Փառք Աստծո։ Եվ երբ որ նրա ձեռքի տակ ես լինում, նա քեզ բարձրացնում է ու հոգևոր ոլորտում դարձնում է քեզ մեկը, որին երբեք չեն համարձակվի հեգնանքով ասեն, բայց դու ով ես։ Հետ եղել է, որ ես տղաների կյանքում շատ դա եղել, մանավանդ փողոցային կյանքում, երբ որ ինչ-որ բան են ասել, ասեն, բայց դու ով ես։ Բայց դու ով ես։ Երբ որ Աստված է քեզ բարձրացնում, հոգևոր մթնոլորտում ոչ ոք չի կարող քեզ ասել, բայց դու ով ես։